Շատ երիտասարդներ ապրում են իրենց երազանքների և իրականության միջև ձգված կամրջի վրա։ Այդ կամուրջն առավել երերուն է դառնում, երբ երիտասարդը նաև սահմանափակ հնարավորությունների տեր է, երբ կրթությունը հաճախ մնում է անհասանելի, համայնքային կյանքը սահմանափակ, իսկ ապագայի հանդեպ հավատը մշուշոտ։ Բայց կան մարդիկ, որոնք նույնիսկ այդ պայմաններում չեն հրաժարվում ստեղծագործել, խոսել, պայքարել։ Նրանք իրենց անձնական պատմությունը վերածում են ուժի, իսկ դժվարությունները ճանապարհ բացելու հնարավորության։ Մեր հերոսուհին նրանցից մեկն է։ Նա ստեղծագործում է, ներգրաված է հասարակական կյանքում և իր օրինակով ապացուցում է, որ մարդու հնարավորությունները չեն սահմանափակվում միայն ֆիզիկական հնարավորություններով։ Գալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այս պատմությունները նոր կարևորություն են ստանում, որովհետև յուրաքանչյուր ձայն միայն ընտրություն չէ, այն պահանջ է լսված լինելու, արժանապատիվ ապրելու, կրթվելու, ստեղծագործելու և հավասար հնարավորություններով ապագա կառուցելու համար։ Եվ գուցե հենց այսպիսի պատմություններից է սկսվում այն փոփոխությունը, երբ քաղաքացին այլևս պարզապես դիտորդ չէ, այլ իր երկրի վաղվա օրվա կերտման համահեղինակը։ Ազգային ժողովի ընտրություններին մնացել են հաշված օրեր, հասարակությունը դեռ ծանրութեթև է անում թեկնածուների նախընտրական ծրագրերը։ Մեր հերոսուհին Հասմիկն է, նա ստեղծագործում է, զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ։ Բարև ձեզ, Հասմիկ։ Սովորաբար ստեղծագործող մարդիկ ավելի ըմբոստ են լինում և հասարակական ակտիվ կեցվածք են ունենում։ Ինչպիսին եք դուք և ինչպիսին է ձեր ճանապարհը։ Համայնքի ակտիվ երիտասարդ եմ և իհարկե մտածում եմ համայնքի զարգացման համար և ինչպես դուք նշեցիք, ստեղծագործում եմ և իմ կարծիքը, իմ սերը արտահայտում եմ իմ ստեղծագործությունների մեջ։ Ես գրում եմ բնության մասին, սիրո մասին, որտեղ արտահայտված է բնության սերը, հայրենիքի մասին, իսկ ըմբոստության առումով ոչ, ես ըմբոստ չեմ, պարզապես մտածում եմ, որ իմ համայնքի համար ու իմ ժողովրդի համար և իհարկե հաշմանդամություն ունեցող անձանց համար լավ լինի և համայնքս զարգանա։ Ընդհանրապես, եթե համեմատենք արտերկիր և Հայաստան, իհարկե կարող եմ ասել, որ արտերկրում այդ զարգացումը արագ է ընթանում, բայց եթե արդեն փորձեմ համեմատել մայրաքաղաք և համայնքներ, մի քանի կետով կուզենամ նշել, որ մայրաքաղաքում զարգացումը ավելի լավ է ընթանում և մեծ ցավով կուզենամ նշել, որ երիտասարդները համայնքների կախված հնարավորություններից շատ դեպքերում ձգտում են գնալ մայրաքաղաք, բայց կցանկանամ նշել, որ երիտասարդի դերը հենց իր համայնքի զարգացման համար շատ կարևոր է և պետք է յուրաքանչյուր երիտասարդ իր հայրենիքում, իր համայնքում մնա և նպաստի իր համայնքի զարգացմանը, առաջիկայում ինչպես գիտենք ընտրություններ են, նաև իր ձայնը տալով հենց իր համայնքում և իր գաղափարները որպես երիտասարդ, որպես ի նպաստ իր համայնքին ներկայացնի պետական մարմիններին, այսպես ասած, որպեսզի համայնքը նույնպես զարգացում ապրի և հետագայում մենք ոչ թե խոսենք միայն Երևանի զարգացման մասին և շատ դեպքերում դա տեղավորենք Հայաստան բառի մեջ, այլ խոսենք ընդհանուր իրոք Հայաստանի մասին, որտեղ արդեն զարգացած կլինի և Երևանը, և համայնքները։ Երիտասարդի կողմից կարծում եմ առաջին հերթին հավատն է, որ կարող է ինքը իր համայնքում որևէ բան փոխել, այսինքն չկոտրվել ու չորոշել լքել համայնքը ամենաառաջին հերթին, իսկ պետության տեսանկյունից երբեք չվախենա արտահայտել իր կարծիքը, իր գաղափարը, բարձրացնել իր կարծիքները ու խոսել պետության հետ, որպեսզի համայնքը զարգանա։
Իսկ համայնքի զարգացման համար իհարկե անհրաժեշտ են երիտասարդներին ժամանցային կենտրոններ, որը ցավոք սրտի, եթե խոսենք Վանաձորի մասին, ես այնքան էլ չեմ համարում, որ կա մեր համայնքում, ժամանցային կենտրոններ են հարկավոր, որպեսզի երիտասարդը ցանկություն հայտնի մնալ այստեղ, ինչպես նաև աշխատանքի տեսանկյունից ցավոք սրտի քիչ են նաև աշխատատեղերը, ինչը հենց մեծ դեր է հանդիսանում, որպեսզի երիտասարդը լքի համայնքը։ Եթե համեմատեմ տարիներ առաջ իրավիճակը եւ հիմա, կարող եմ ասել, որ երիտասարդները փորձում են համենայն դեպս պայքարել եւ խոսել, ակտիվություն ցուցաբերել, թեկուզ եթե դեմ են ինչ-որ գաղափարների, իրենք կարող են ասել դրա մասին, իսկ սա արդեն մեծ քայլ է եւ իհարկե կարծում եմ, որ այս ընտրություններից հետո էլ որոշակի փոփոխություններ կլինեն, քանի որ արդեն իսկ հանդիպել եմ շատ երիտասարդների, ովքեր պատրաստական են գնալ ընտրության, գիտեն իրենց որոշման մասին եւ կարեւոր են համարում ընտրություններին մասնակցությունը։ Եթե համեմատեմ տարիներ առաջ եւ հիմա, շատ են փոփոխությունները, քանի որ տարիներ առաջ հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի դժվար է եղել, բայց հիմա տեսնում ենք, որ աշխատանքներ տարվում են, որպեսզի հնարավորինս համայնքը մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նաեւ քանի որ առաջիկայում ընտրություններ են, կուզենամ խոսալ հենց ընտրությունների մասին, ընտրատեղամասերի մասին, արդյոք հարմարեցված են տարածքները, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Իրականում հիմա բոլոր ընտրատեղամասերը հնարավորինս հարմար են եւ եթե անգամ որևէ անձի հարմար չլինի, հնարավորություն կա դիմել եւ ունենալ հարմար ընտրատեղամաս, նաեւ հնարավորություն է տրվում որոշակի ծրագրերի շրջանակներում, որ ընդհանրապես երիտասարդները եւ անձիկ դիմեն եւ կարողանան ընտրությունների ժամանակ դիտորդներ լինել, ու շատ կարեւոր է նշել, որ այս հնարավորությունը նաեւ տրվում է հաշմանդամություն ունեցող անձանց, որ հաշմանդամություն ունեցող անձիկ նույնպես կարող են դիտորդներ լինել, սակայն որոշակի անմատչելիության պատճառով թեկուզ մինչև ընտրատեղամաս հասնելը կամ շրջիկ դիտորդության ժամանակ ընտրատեղամասից ընտրատեղամաս գնալը որոշ հաշմանդամություն ունեցող անձանց համար կարող է դժվար լինի, բայց նաև ունենք տարբերակ, որ դիտորդները կարող են լինել հենց տեղում, այսինքն չփոխեն իրենց ընտրատեղամասերը, սա նույնպես մեծ հնարավորություն է, որ հաշմանդամություն ունեցող անձը չկորցնի իր համար այս հնարավորությունը։ Մեր կազմակերպությունը, Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ կազմակերպությունը 2014 թվականից արդեն իսկ զբաղվում է, այս խնդիրները բարձրաձայնում է եւ այդ առումով մենք տեսնում ենք փոփոխություններ կախված ֆիզիկական մատչելիության հետ, բայց իհարկե կան տարբեր խնդիրներ, տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար, խոսքս վերաբերվում է եւ լսողության խնդիր ունեցողներին եւ տեսողության, օրինակ լսողության խնդիր ունեցողները որոշակի ծառայություններից օգտվելու համար, քանի որ չկան համապատասխան ժեստերի լեզվի մասնագետ, կարող են որոշ հաստատություններում կլինեն դա բժշկական հաստատություններ, բանկեր, որոշակի դժվարությունների հանդիպել եւ շատ կցանկանամ, որ մեր
մեր պետությունը, այսպես ասած, այս հարցերի շուրջ նույնպես մտածի եւ գտնենք թե պետության համար հարմար, թե հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմար տարբերակներ։ Իսկ ինչ վերաբերվում է ֆիզիկական մատչելիությանը, շատ կարեւոր է, որ պետությունը ՀԿ-ների հետ համագործակցություն ունենա եւ դրա արդյունքում արդեն որոշակի լուծումներ տրվում են։ Ասեմ, որ ես ինքս ավարտել եմ Վանաձորի պետական համալսարանը եւ մասնագիտությամբ մանկավարժ եմ եւ շատ եմ կարևորում երիտասարդների կրթությունը, քանի որ որևէ որոշման տեղ լինելուց առաջ տվյալ անձը պետք է լինի առաջին հերթին կրթված, որպեսզի կարողանա ճիշտ որոշում կայացնել, թե ընտրություն կատարելուց առաջ համայնքի համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երիտասարդ կարևորի հենց իր համար կրթությունը եւ նաեւ շատ եմ կարևորում ինքնակրթությունը, ասեմ, որ ինքս շատ եմ սիրում հոգեբանությունը, այն իմ հոբին է եւ այս պահին ինքնակրթությամբ եմ զբաղվում, առաջիկայում նպատակ ունեմ դիմել մագիստրատուրա, մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար։ Ապագա իշխանությանը ես առաջարկներ ունեմ կապված կրթության եւ երիտասարդության հետ։ Երիտասարդությունը, ինչպես եւ սկզբում նշեցի, շատ է հեռանում համայնքից, կախված նրանից, որ չկան համայնքում ժամանցային կենտրոններ եւ համայնքը դանդաղ է զարգանում, կխնդրեմ, որ իշխանությունը սրան ուշադրություն դարձնի։ Իսկ կրթության տեսանկյունից մի շատ կարևոր առաջարկ ունեմ, որը ինձ դեռևս վաղուց անհանգստացնում է։ Երբ որ երիտասարդները ավարտում են որևէ մասնագիտություն, աշխատանք գտնելը շատ դժվար է լինում, քանի որ բոլորը պահանջում են փորձ, որպեսզի անձը ունենա աշխատանքային փորձ։ Գուցե լինի մի այնպիսի համակարգ, որ ավարտելուց հետո յուրաքանչյուր երիտասարդ որևէ հաստատությունում իրեն համապատասխան մասնագիտությամբ որոշակի ժամանակահատվածով փորձ ձեռք բերի, որից հետո կկարողանա արդեն դիմել իրեն անհրաժեշտ աշխատանքի համար եւ աշխատել։ Այսպիսով մենք կխուսափենք այս մեծ ու կարևորագույն խնդրից, որ երիտասարդները զուտ փորձի պատճառով կամ այն պատճառով, որ նոր են ավարտել, չեն կարողանում հենց իրենց մասնագիտությամբ աշխատել կամ ընդհանրապես աշխատանք գտնել։ Սա մեծ աջակցություն կլինի երիտասարդին, որպեսզի նա կարողանա փորձ ձեռք բերել եւ հետագայում իհարկե այդքան տարիների գիտելիքը իզուր չանցնի եւ ինքը իր մասնագիտությամբ աշխատի եւ ունենա իր սիրելի աշխատանքը։ Եվ վերջում իհարկե կցանկանամ իմ ստեղծագործություններից մի փոքրիկ հատված նվիրել իմ հայրենիքին, իմ համայնքին եւ իհարկե մեր այսօրվա հաղորդմանը։ Հայրենիք։ Սրտիս անկյունում դու միշտ կապրես, տուն իմ հայրենի։ Չկա աշխարհում քեզանից շքեղ եւ ոչ մի անկյուն։ Հոգիս քեզանով ընդմիշտ ջերմանում, Հայաստան բառից հալվում է, մաշվում։ Հասմիկն իր ճանապարհով ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաբարդ պայմաններում հնարավոր է չկորցնել արարելու կամքը, հավատալ սեփական ձայնի ուժին եւ դառնալ փոփոխության կրողը։ Այսօր, երբ հասարակությունը կանգնած է նոր ընտրությունների շեմին, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ համայնքներում փոփոխություն ստեղծող մարդկանց ձայները չպետք է մնան լուսանցքում։ Նրանք իրական մարդիկ են, որոնք կարող են հուշել, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ վաղը։ Գուցե փոփոխությունները միշտ չէ, որ արագ են գալիս,
Երբեմն դրանք սկսվում են մեկ բարձրաձայնված պատմությունից, մեկ համարձակ խոստովանությունից կամ մեկ մարդու օրինակով, իսկ երբ այդ պատմությունները լսելի են դառնում, վերածվում են հանրային պահանջի, պատասխանատվության և հույսի։